Բարի եկաք քույրեր, բարի եկածեք, դիգի մարի շնորհակալ ենք դունդ բացիր, Աստված քեզ առողջացուց եւ անգամ եւս բոլորով միասին գրցանք հավաքվել այսօր եւ այս քեղեցիկ օթին սերդել նյութը, որ ամենուսալ գվերապերի։ Եվ ինչպես գիտեք, մենք Հիսուսի հրաշքները գնայինք եւ այսօրվա հրաշքը որ գտնայինք շատ ծանոթ եւ մանկութենեն գիրակնորյաներու մեջ պատմված երեխաները գիտեն անոր վրա արդեն craft կնեն եւ շատ քեղեցիկ ցեվով կնկարագրեն եւ միդինայինք այսօր որ Հիսուս փոթորիկը կհանդարտեցնե Աշուշտասկի առաջ նայեցանք որ Հիսուս ճուրին վրա կալեց նավու մեջը չէր որ փոթորիկ եղավ ադի ուրիշ պատմություն է ասմեգը բայց նավու մեջն է Հիսուս եւ աս հրաշքը որ կբադահի 3 ավետարաններու մեջ հիշված է Մատթեոս 8:23-27, Մարգոս 4:35-41 եւ Ղուկաս 8:22-25։ Ուրեմն ընդհանրապես ինչպես միշտ գնանք որ աս հրաշքեն առաջ ինչ պատահեցավ։ Մատթեոսի մեջ ճիշտ աս հրաշքեն առաջ Հիսուս լերան քարոզը խոսեցավ 3 գլուխները Մատթեոս 5:6-ը, այդ բոլոր երալներիները եւ այլն ամենը խոսեցավ, անգեդո լերնեն վարիչավ եւ դարձյալ հրաշքներ երավ, հիվանդները կբերեին, ուսուցմունք կներ, հիվանդ կբժշկեր, կսորվեցներ, ուսուցաներ։ Մարգոսի եւ Ղուկասի մեջալ հadoop կերպով հիշված է, որ սերնացանին արագը խոսած է Հիսուս։ Աս արագը խոսել են յետքը, ուրեմն հավանաբար Գափարնայումի մեջ է ասիգա, ձովեզերքը, Գալիլեո ձովը, ուր որ շատ ծանոթ էին իրենք աս ձովուն, քանի որ Պետրոսը, Անտրիասը ծգնորս էին, ինչպես Հովանեսը եւ Հակոբոսը, աս երկու եղբայրները, զվարժեին աս ձովուն, ծգնորս էին, նավուն էին եւ Հիսուս ըսա որ նավու մեջ մտնենք, որբեսի մյուս կողմ անցնենք։ Մարգոս 4:35 տեսնենք թե ինչպես է։ Նույն օրը երբ իրիկուն եղավ, ըսա աշակերտներուն, եկեք ծովում Անտիգոն անցնի։ Շնորհակալ եմ։ 36 Հաջիսանի։ Անընդհատ ժողովուրդը արտահայտելով արին դին, որ արդեն նավում մեջ է, եւ ուրիշ նավեր կային անոր հետ։ Այո, շնորհակալ եմ։ Հիսուս նավուն մեջ կմտնե եւ ծովը մյուս կողմ անցնի կսե։ Հիմա քիչ մը նկարագրեմ ցեզի աս Գալիլեո ծովը։ Գրնա լալասկի առաջ արդեն մեջ բերումներ արած եմ նախքին բաների մեջ։ Ուրեմն աս Okay, ուրեմն ինչպես ասենք Հիսուս նավու մեջն է եւ աշակերտներուն գսեն մյուս կողմ անցնենք։ Պիտի հիմա խոսենք Գալիլեո ծովու մասին։ Գալիլեո ծովուն երկայնքը 13 մղոն է, լայնքնալ 7.5 մղոն է։ Շատ մեծ չի, այսինքն մեկ ծայրը գնաց նեցիմացը գրնաց տեսնել, անշուշտ հերու է, բայց ճյուրուն է եւ աս ծգնորսները իրենք շատ վարժ էին աս ծովուն։ Եվ աս ծովուն 4 կողմը փլուրներ կան եւ լերներ կան։ Ուրեմն ինքը ծովու մագարտակեն բավական ցած է եւ լերներեն մանավանդ լիբանանի լերներեն ցույնը գահալի եւ գիչնա եւ աստծովուն մեջ կուկա եւ աստծովը յետքը գերտա տեբի հորտանան կեդը եւ անդերենա տեբի մերիալ ծովը անշուշտ ասի անուշ ճուր է Գալիլեո ծովը անուշ ճուր է մերիալ ծովը աշխարհի ամեն աղի ճուրն է Ուրեմն քանի որ փլուրներով եւ լերներով շրջապատված է 200 մետր ծովու մագարտակեն ցած է քանի որ ցած է լերներեն բաղ հով կփչե եւ ճուրին վրայեն դակ օդը որ գելե բաղը եւ դակը իրարու հանդիպելով շատ հաջող փոթորիկ կստեղծեն աս ծովուն վրա ադորամար շատ փոթորիկ բադահական դեղ մներ ասիգա աս ծովը Գհիշեմ դարիներ առաջ պատվելին բան կացած էր Երուսաղեմ կացած էր եւ Գալիլեո ծովուն վրա նավով մեծ նավ 300 կինոց նավ մեկ ծայրը մյուսը բիդանցնեն իրենց բոլոր ժողովուրդը մտած է նավը բայց կապույտ երգին քեղեցիկ օդ քիչ մազիվ երթա այնպիսի փոթորիկ մգլա աս մեծ նավը ասանգասան ուրեմն նավավարը ստիպված ետ կվերադառնա ուրեմն ասիգա գբադահի եւ չեն գնալ ջեղկել անցնի մյուս կողմը Բادگیرازوسه کلاس اشاگرتները որքան մեծ նավ ունեին նույնիսկ կարծացի դերմը որ 1986-ին նավ կդերեն ասկալիլո ծովուն հադագեն որ գերտագոր մինչև Հիսուսի առաջ այդ շրջանի նավերու
բացատրությունը գուտագոր որ 15 հոգի գարնե ասանք բզիկ նավ մնա այսինքն շատ հավանաբար Պետրոսի կամ Հովանեսի նավերը մեկն էր ասիկա որ այդքան ժողովուրդ կար իր մեջը եւ իրենք ասնավու մեջ նստան Հիսուսալ հետերին նստավ եւ ինչ կսե մենք կարդացինք որ կսե նույն օրը երբ իրիգուն գլար նկատի արեք քույրեր որ կյանքի փոթորիկները իրիգունը կպատահեն Իրգունը հաճելի է, երբ որ հիվանդ ես, իրգունը շատ դժվար կանցնի։ Անգոյին կմտնես, մեկ կոմեմյուսը կթարնաս, իրգունը արդու չլար, աբրերը կանանք օրեր։ Վրան ալ փոթորիկ մը պատկերացուր, ինչ կլա կյանքդ, այսինքն մեկ երկվարգյանի մեջ երբեմն գլանաց փոթորիկները, գիտեք, ամեն բան լավ է, խաղաղ է, մեկ անգամ են լուր մը գարնես, մեկ անգամ են խոսք մը գլսես, մեկ անգամ են վիճակի մը մեջ կգտնվիս, որ կյանքդ որ ասանք հանգիստ էր մեկ անգամ են գտարնա ուրեմն ճիշտ ասե որ բադահեցավ երբ որ տուն իրգուն է գուզես հանգչիլ կունունիս բոլոր օրվան աշխատանքեն հոգնած ես գուզես մեգուսանալ քնանալ մեմնալ փոթորի գուկա եւ ինչ մեգուսանալ ինչ քնանալ ինչ հանգիստ դակնվրայություն եւ անշուշտ Հիսուս կքնանագոր Margos 4:38 Հաջի Սիլվիա գարտաս When they came to the home of the synagogue leader, Jesus saw a commotion with people crying and wailing loudly. That was it. Okay. Yes, thanks. Երես մոտորինք նավուն եդևի գոմը հարցի վրա գկնանար արցնցուցին զանիկա գսեին անոր վարտաբետ հոգը չէ որ մենք գգոս Շնորհակալ եմ that's it thank you ուրեմն ինք նավուն եդևի գոմը հարցի վրա բարգած էր հիմա ով կբարգի Հիսուս Հիսուս պետք է բարգի Հիսուս մի մորնակ որ մարդ է Չէ որ ասին քիչ առաջ Լերան Քարոզը պատկամներ դվավ, Սերնացանին արագը, հետո հիվանդ կփժշկե, ժողովրդի հետ է բոլոր ադենը։ Պատկերացուր որ դու բոլոր օր աշխատել ես, թորնիկի նայեր ես, շուգա կացեր ես, ճաշեր երես, իրգունը լան ինչ կուզես անել։ Հարց մեմի անկլողս տնեմ, մեկը թող չխոսի ինձ հետ, կսես, չէ։ Ճիշտ նույն վիճակով Հիսուս անշուշտ պիտի քնանա։ Ուրեմն թեև ինքը Հիսուս Աստված ելալով գիտե որ փոթորիկ պիտի լա, չէ։ Բայց կքնանա որքան թուն եւ ես արգյանքի փոթորիկներու մեջ կնանք քնանալ գնաս քնանալ երբ որ փոթորիկ կա 4 կողմը չեք գնալ քնանալ եւ հանդարտ կենալ բարգիլ եւ գիտնալ որ Աստված ունի հիմա ցեզի բիդի դանի 5 դագարան ուրիշ փոթորիկի մա ուրիշ անցնող որ նորեն նավու մեջ էր եւ փոթորիկ պատահեցավ Այս ասմարտնա կքնանալ եւ նայեցեք հովնալու առաջին գլխուն 5-րդ համարի ինչպես է All the sailors were afraid and each cried out to his own God and they threw the cargo into the sea to lighten the ship but Jonah had gone below deck where he lay down and fell into a deep sleep Շնորհակալ եմ Ուրեմն Հովնան գիտեք Աստված երենեսա որ նույնքն է եւ ինքսավ անգարելի է երբ ես աթրեկանոց ժողովրդին խոսին եւ կփախի թեպին Թարսիս հազիվ նավ կմտնե եւ գսե նավուն խորոչի իջավ եւ բարգերը եւ խորում կքնանար հիմա ասոր բարգիլը եւ Հիսուսի բարգիլը նույնն է Հիսուս կբարգի գոր քանի որ ինքը Աստված է եւ ինքը գիտե որ փոթորիկ պիտի կյանքի մեջ բայց փոթորիկի մեջը հանդարտ մնալ եւ բարգիլ գա Բայց աս տեսակ բարգիլը աննազանտ է աստծո երեսեն կպախիգոր թե ծևով աստվածը բլակրել է իր գյանքեն հոգս չեք լսեգորի չլան ես մուզադս պիտնեմ աս տեսակ բարգիլ է աս հովնանի նրածը ինքը աբստամ ծևով աստծոց մեկը պախիգոր թերևս պետք է կար այն ադեն զուգի վրա պետք է կար եւ աղոթեր եւ սեր որով աստված օգնե մեզի եւ Ուրեմն ասի մեզի գծցնե որ քույրեր եթե մգա փոթորիկներ որ մեր անտազատության պատճառով կլա ամենուս փոթորիկ պիտ պատահի փախուս չի գա
Շատ ադեմ փոթորիկը կբադայի ուրդեն քալիկը չես գիտնար, լուրջ ունիս ինչու եղավ, բայց երբեմն ալ յանքի սխալ որոշումներ գնես, հետևանքները կա փախուս չի գա։ Օրինակի համար, եթե մեկը բոլոր յանքը ծխեր է, okay? Եդևի, քանի փակետ ծխերը օրական։ Անշուշտ maybe 50-ներում, 60-ներում մեջը լան կենսեր բին ունենա։ Փոթորիկ հաշվեն գասի գա։ Այո, փոթորիկ է, բայց հետևանքն է իր սխալ ապրելակերպին, աննազանդության։ Բայց եթե մեկը մաքուր ապրեր է եւ այլն ամեն բան շիլագրեր է եւ եղավ, փոթորիկ է, բայց ասել չէ որ աննազանդության բարակային է, ինչպես որ հիմա աշակերտներուն։ Չէ որ Հիսուսը ասավ եկեք Թիմացի կողմ անցնենք։ Իրենք մորցան անդիգա։ Երբ որ փոթորիկ եղավ մորցան։ Եվ նայեցեք որ Հովնանու 1:4-ը ինչ կսե։ Ալիս կեզված էի։ And the Lord sent a great wind from the sea, and such a violent storm arose that the ship threatened to break up. Այո, դերը գսե մեծ փոթորիկ խրգեց։ Աստված կղրգե փոթորիկ մեր կյանքերում մեջ գույրեր։ Աստված իմ եւ քո կյանքի մեջ ինչ փոթորիկ որ կբադայի, ինքը լուր ունի, ինքը գարդոն է եւ ինքը կղրգե եւ ճիշտ ասիբա եղավ Հովնանի բարակային, նավը խորտակվելու վրա էր գսե, այսինքն կացածեր։ Բոլոր մարդիկը կացած էին, մինչև որ իրեն դուրս ներեցին եւ պատմությունը գիտենք ինչպես գեցուկ եկավ եւ գլեց իրեն։ Բայց աշակերտներուն բարակային հնազանդ էին իրենք, չէ որ Հիսուս իրենց ասավ մյուս կողմ անցնենք, սխալը չրին։ Ասել է որ ասիկա երբ որ ամեն բան շիդակ կնես կյանքիդ մեջ։ Աստծո հնազանդ ես, սիրտդ մաքուր է, շարժարիտները շիդակ են, մաքուր հոգիով գահարապելիս մարդոց հետ, հնազանդ ես, Աստծո խոսքը կգարտաս, մեկ անգամ են ապտակ մուգուդես։ Ասել է որ պետք չէ լասիկա կյանքիդ մեջ։ Ոչ, քանի որ ճիշտ աշակերտներն նույնը եղավ։ Հնազանդ էին իրենք, Հիսուս իրենց ասավ չէ, եւ հետերնին է Հիսուս, մյուս կողմ անցնի ասավ, բայց փոթորիկ եղավ։ Ուրեմն քույրեր, ադեններ պիտի լավոր, երբ որ դու հնազանդ ես Աստծո, կհետևիս իրեն, սխալ պիտի հասկացվիս, պիտի անիրավվիս, լքված պիտի սկաս, գորուստի պիտի ենթարկվիս, անդեսված պիտի սկաս, անարգված, արգածի մեջ թերևս, ֆիզիկական արգած, այսինքն ակսիդան, մարդիկ կրնալալ քեզ շահակործեն, իրեն շրջանագեն դուրս ցկեն, գամալ overwhelmed կսկաս, այսինքն գփլիս ցանկի բոլոր վիճակներուն դակ եւ անգարող կսկասին, այսինքն եւ դից ասի աշակերտներուն պատկերն հոս, քանի որ վիճակը իրենց կոնտրոլեն դուրս ելած էր։ Եվ Մարկոս 4:37-ը այո սեկա Մեծ փոթորիկ ելավ եւ ալիքները նորեն վրա դիպային։ Անգես օգնեց ելավ ավելեցվեց։ Շնորհակալ եմ, մեծ փոթորիկ եղավ։ Նավը գլեցվեր, հիմա քիչ առաջ մենք նկարագրեցինք նավը, չէ՞։ 15 հոգինոց բժրիկ նավը, մի քանի մետր լայնք, մի քանի մետր, 1-2 մետր երկայնք, 10-15 հոգի, Հիսուսը յետևը բարձի վրա կքնանագոր։ Շուրը գլեցվի գոր նավու մեջ, պիտի խորդակվի աս նավը, անշուշտ, մեծ փոթորիկ եւ իրենց վրա կուկա։ Քույրեր փոթորիկներ իրական են յանքի մեջ։ Անշուշտ։ Ունեցել ես դու փոթորիկ։ Սկացել ես անոր ցավը, անոր ուշքնությունը։ Փոթորիկը գորուստի գնա ենթարկել մեկը, անշուշտ վախնալիք է։ Բայց եւ այնպես, որպես հավատացյալ 3 թասեր պետք է միշտ մենք պետք է մտապերենք։ Փոթորիկը Աստծո զավակին չի գնալ վնասել։ Նույնիսկ եթե մեկը փոթորիկի մեջ հիվանդ է եւ Աստված չնե, հավանաբար պիտի մեռնի ադանցը, okay? Չի լարվոր, ադիկը բադայի որ։ Բայց լավագույն բանա երկինք պիտի երթա Աստծո ներկայության մեջ։ Պիտի ազատի աշխարհի չարչարանքներն, ուրեմն փոթորիկը Աստծո զավակին չի գնալ վնասել։ Մարմինը կվնասվի, բայց ոչ հոգին։ Փոթորիկը Աստծո երեսը չի գնալ ծածկել մեզ մե։ Եվ երրորդ փոթորիկը Աստծո գամքը չի գնալ արգիլել։ Քանի որ Աստված փոթորիկը գարդոն է եւ Աստված գտնա փոթորիկը գեցնել։ Ինչպես որ ինքը կգամի։ Հիմա աշակերտները խոջաբի մատնվեցան եւ Հիսուսի հարցակնեցին։ Իրենք կնային օգնություն խնդրել, չէ՞ Հիսուսը։ Ասել դեր օգնե մեզ։ Ինչպես որ սեպենք թե Մատթեոս 4:8-25-ի մեջ արփիկ հաջիս։ فتقدم تلاميذه وأيقظوه
قائلين يا سيد نجنا فإننا نهلك. Դեր ազատե մեզի ահա գորսվինք ծևով մը փանը ասիկա քննադատել է Հիսուսի գորսվինք որ հաջորդը Ղուկասի մեջ կտեսնենք Ղուկաս 8:24 Մոդիցան արցնցուցին զանիգա ու ըսին վարդաբեդ ահա գորսվինք անալ ելավ սաստեց հովին ու ճուրերուն խորովությանը եւ հանդարտեցավ ու խաղաղությունը եղավ Այո, շնորհակալ եմ։ Մարգոս 4:38-ը, որ քիչ արած Սիլվիան անգլերենով գարտած հայերենը գսե, արտնցուցին զանիգա եւ գսեին. Վարտաբեդ, հոգը չէ որ գործվինք։ Նայեցեք, որ ինչ հարցակնելով խոսին որ Հիսուսի, ինչ հանդգնություն է։ Վարտաբեդ հոգը չէ, Մարգոսի մեջ ասի գսե, մյուսներու մեջ գարտընծունեն, գվախնան եւ այլն։ Իրենք ոչ թե միան Հիսուսը հարցակնեցին ֆիզիկական իրենց վտանգի մեջ լալուն համար, այլ Հիսուսի վարվելագերբը իրենց հանդեպ, yani գտեսնես որ մենք գործվենք որ you don't care about us, հոգը չէ։ Ասերստուն աստծո ով դեր հոգը չէ, ասի ինձ ինչու գլավոր, ասա փրուց վերցնել երևս։ Անգելզլանք ասերենք չէ։ Չես ասած ով դեր չես տեսնել որ։ Ես ասոր արժանի եմ։ Հոս պետք է հասնեն, ես ասկան քեզի զարայեցի, ասկան հազան տեղա, ասկան այս բաները ըրի, եւ մեր բարեմաստությունները ամեն գրնանք տվել, եւ ցևով ասել, որ հոգը չէ։ Նայեցեք, Արագած 27-ը մեկ չեմ գարձել ասի մեկու մդվի, բայց կսե, վաղվան համար մի բարձիր, չես գիտեր օրը ինչ կծնանի։ Տուն Հանքիս, նավանքիսի մոչոր, վրան ես նավդ կելվես կոր, հանքիս մյուս կոմը բիդերտաս կեֆը տեղն է, մեկ անգամ են պոտորիկ կուկա, չես կիդեր օրը ինչ կծնանի, կույրեր մենք միշտ բադրաստ լանք կյանքի անագն գալներում, որքան որ չենք սիրեր։ Բայց մանավանդ որպես աստծո զավակ բիտ հիշենք, որ այդ պոտորիկը քեզի բիչի վնասե, աստծո երեսը չի ձացկեր և աստծո գամքը քեզի չարքիլեր կու կյանքիտ մեջը։ Եվ ծևում աշակերտները Հիսուսը անհոգ նկատեցին։ Գիշեք Մարթայա նույնը հրավ։ Երբ որ Մարիամը Հիսուսի ոտքերունքով նստել է, եկավ Հիսուսի ինչը սաղասանք հավանաբար գրնան պատկերացնել, ցերքերն ասանք մեջքին դրա մեկա, կոկտոցը գաբած, գլուխն աթերևս պամը դրած, հոգը չէ սավդեր։ Որ ես մինանգս կաշխարիմ որ։ Ես եւ դու նսեր ենք հոգը չէ, գսենք, ես ասեր եմ, ով դեր գսեմ ասե։ Ուրեմն աշակերտներն ըրածը շատ նորմալ վերապերմունք մներ։ Թերևս աշակերտները Հիսուսի էսելուզեցին, որ դու մեզ չես սիրեր։ Մեր մասին փամը չես ներ, չես մտահոգնիր, քայլ չես առներ։ Երբ կյանքի փոթորիկներուն հանդիպենք, ես եւ դու նալ կհարցակրնենք եւ Հիսուսի գսենք, որ աս փոթորիկի մեջ կողքը չէ։ Նայեցեք, 5 դարան մեջ ուրիշ թեփ մգա, մեծ փոթորիկ մը բադահեցավ 3 երիտասարդներուն, որոնք գրնային հարցակնել, բայց հիմա մենք իրենց վերապերմունքը բիդինայինք, աս փոթորիկին արջևին չրին, երբ որ նա փոթորոսոր թակավոր, Սետրակ Պիսակ եւ Ապետնակովը գրագի հնոցի մեջ բիդինեդեր, Թանյելի մարգարեություն 3, 16 եւ 17 հաջիս նեկտար քույրգարքա եւ 18 նաջակին բիդիգարքա։ Պատասխան դրին Սետրակը Պիսակն ու Ապետնակովը, թակավորին ով նա փոթորոսոր, այս բանին վրայով քեզի պատասխան դալու հարգավորություն չունի։ Ահա մեր Բաշտած աստվածը մեզ փոթորգած գրագի ոցեն ազատելու կարող է։ Խուցերքի դալ մեզ մի ազատե, ով տակավոր։ Շնորհակալ եմ։ Աբա թե ոչ քեզի հայտնի ըլա, ով տակավոր, որ մենք քու աստվածները չենք բաշխել եւ քու կանգած ոսկի արձանիտ երկրպագություն չենք ընել։ Thank you։ Գիտեք, աս աշակերտի աս 3 երիտասարդները իրենք չսին որ անշուշտ աստված մեզի պիտի ազատե փոթորիկեն գրագի մեջ են մենք դուրս պիտենք այդ ապահովությունը չունեին իրենք ինչ պիտի գիտնան որ Հիսուս պիտի կայդերին եւ իրենք դուրս պիտեն նույնիսկ մեկ հատ մազ պիտի չխանցվի բայց իրենք պատրաստ էին եւ հոժար էին ասին որ փոթորիկը եթե եկավ եթե պիտի գործվենք բայց գնահատենք աստծո հնազանդիվ քան թե քեզի տակավոր ուրեմն աս կեցված կնագրեցնենք Եվ եթե մենք ալ քույրեր գրնանք աս 3 երիտասարդներուն պես որ թեքրել այդ կեցվածքը որ ով դեր ինչ որ գարդոնես կոր ինչ փոթորիկ որ գարդոնես կոր քու գամքը ինչ որ է աս բոլորին մեջ են ես հոժարեմ եւ քեզի կհանցնվիմ այն ադեն հավատացեք որ հոգեգանով երբ որ խաղաղ է գենաս
մարմինդ ինչ ցավ է, ինչ փոթորիկ է, ինչ կորուստ է, ինչ որ ալելա, տուն խաղաղ կանցնիս ամոր մեջ է։ Եվ ավելի աբահով է հնազանդությամբ փոթորիկի հանդիպիլ եւ Հիսուսի հետ լալ, քան թե անհնազանդությամբ փոթորիկի մեջ լալ առանց Հիսուսի։ Ավելի աբահով ես տուն փոթորիկի մեջ Հիսուսի հետ, երբ որ հնազանդ ես, քան թե աննազանդությամբ փոթորիկի մեջ մտնել եւ Հիսուս հետ չէ։ Որ մեկը նախընտրես, անշուշտ Հիսուսի հետ։ Փոթորիկները they're inevitable, այսինքն անպայման պիտի պատահի մեր կյանքի մեջ, բայց կարևորը ես ինչպես կանցնեմ անոր մեջ են։ Անշուշտ Հիսուս նպատակով արտոնեց այս փոթորիկի բարգեր է, բայց նպատակով արտոնեց այս փոթորիկը, որբեսի աշակերտներուն հավատքը զորացնե եւ իրենց ըմբռնումը զորացնե թե ով է ինքը։ Նայեցեք Մարգոս 4:39 դիգի մարի ինչ կսեր։ Ու ելնելով սաստեց հովին եւ ձողը ասա թատրեք ուղեցիր հովը թատրեցավ եւ մեծ խաղաղություն եղավ։ Շնորհակալ եմ։ Կարծես թե հովը եւ ձողը մարդը Հիսուս հետ գխոսի որ։ Այսինքն իրեն personified-ավ, անձնավորություն տվավ, թաթարե ըսավ ձողուն եւ սաստեց կսե փոթորիկին եւ ամիջապես խաղաղեցավ։ Եվ 40-րդ համարի ինչ կսե Արմիկույր։ Ասավ անոնց, ինչու այնպես վախվոտեք, ինչպես կլա որ հավատք չունեք։ Շնորհակալ եմ։ Նայեցեք քույրեր, վախ եւ հավատք չեն գնալ կոյադեվել։ Երբ որ դու գսես որ հավատացյալ ես եւ վախ կա, երկուքը միասին չեն գնալ կոյադեվել, ինչպես որ զեյթը եւ ջուրը միասին չես գնալ խառնել, անպայման պիտի բաժնվին իրարն։ Որպես հավատացյալ, որպես Աստծո զավակ, մենք անկան հավատքով պիտի լեցվենք, որ վախը դուրս է իմ կյանքից։ Ես ինձ գսեմ, քանի որ շատ ադեմ իմ առաջին հագաստեցությունս վախնալ է։ Երբ որ փոթորիկ մգբադայի, այլ ընդհանրակը ինքսինքիս պիտի դամ այդ ժամանակը եւ ասեմ ով դեր ասփոթորիկի դու նարդոնեցիր ասփոթորիկի ինձ պիտի վնասե քու երեսդ ինձ մեբի չի ծածկե քու գամքը պիտի չարքիլե ես քու մեջ հանդարտ պիտի գնամ քանի որ գիտեմ որ հնազանդության վիճակի մեջ եմ դու նարդոնեցիր ասփոթորիկը ես աստծո մեջ են խաղաղ դիտանցնիմ եւ հավատացեք որ այն ադեն պիտի ավելի զորանանք fear and panic վախը եւ խոճապը միասին երթան կազնեն քույր եղբայրեն վախնասն է իրար կանցնիս panic կնես ամիջապես փոխանակ հավատք եւ վստահություն գամ բիտ վախնաս panic կնես խոճապի մատնվիս գամ ալ բիտ հավատաս եւ բիտ վստահիս եւ անշուշտ քանի որ հավատքից պակաս է վստահությունից ագբաքսի lack of trust եւ իրենք պետք է Հիսուսի վստահեին Չեք խորիրած աշակերտները քանի հատ հրաշք տեսեր էին արդեն մինչև հիմա գրնալա տեսած էին 5000-ին գերակրվիլը Գյուր Պարդիմոսին աչքերում բացվիլը հայրոսի աղջկան հարություն առնելը շատ բաներ տեսեր էին արդեն իրենք Հիսուսի քաչ պետք է գիտեն որ ով է աստմարտը ասի աստված է բայց այդ վարգյանին ես եւ թունալ մենք չենք գիտեր մեր դերը ով է բայց փոթորիկը քալում ես վարգյանը գարձես թե աստվածով է չես գիտեր Գնստիս, վայ գնես, խոժապի գմատնվիս, պանիկ գնես, պանիկը տակա գունենաս մարմին դալ իրականցնի, մինչև որ խորունք շունչ մարես, ինքս գիտկաս որ wait a minute։ Ասի աստուծոց մադը ասոր մեջ։ Ես հնազանդ եմ, ես մյուս կողմը պիտի անցնի, բայց Աստված հետս է եւ ես իրեն պիտի վստահեմ։ Եվ մենք որպես Աստծո զավակ պետք է սորվենք Հիսուսի զորության վստահին եւ կարողության նայել քան թե փոթորիկին։ Փոթորիկը հոն է, նավը գլեցրի որ ճուրով, բայց Հիսուսը հետս է։ Հիսուսի զորությունը ես չեմ գիտեր, չեմ գնալ գիտնալ Հիսուս ինչ կգնա անել։ Հիմա Մատթեոս ավետարանի մեջ Հիսուս աշակերտներուն ելավ երբ որ հանդիմանեց սաստեցով, ասավ թերահավատ։ Անգլերեն կսել little faith։ Հավատքը, բայց քիչ է հավատքը։ Գիտեք ուրիշ տեղ Հիսուս ասավ, եթե մանանեխի հադիչապ հավատ ունենաք, լերը գնաք տեղափոխել։ Ատքանալ չունեին աս աշակերտները։ Ատքանալ չունեին։ Ցեվով աշակերտները իրենց մտքի մեջ կսեին որ այս Հիսուսին չեն գնալ վստահել։ Դերևս անանգսին։ Գիտեք ով ալասան գսավ, մի քանի անցիկ ասան գսին։ Սարան 5 դակարան մեջ որ անցյալները ասոր նայեցան, իր մտքին մեջ են ասա որ Աստված խոստումը տվավ, բայց ես իրեն չեմ գնալ վստահել։ Ուրեմն ես իմ մարդկային քայլս առնեմ։ Նույնը Սավուղրավ, երբ որ Աստված իրեն ասա որ ամաղեգը լման փնաչին չրե, ինքը իր մտքով գնաց Թակավորը բայեց, քերզը վարակները բայեց։ Նույնը Հովնանը ըրավ, հիմա որ նայեցան։ Հովնանի Աստվածը ասա որ նինվե կնած, ասա որ չէ, ես իմ զրակիրս ունիմ։ Ուրեմն երբ որ փոթորիկ կբադահի մեր կյանքի մեջ, եւ ես եւ տուն
մեր վստահությունը Աստծո հանդեպ գործընծնենք, մեր մտքի մեջ ենք ասենք, որ Աստված չի գնարասինել, նայեմ ես ինչ կգնամ անել մարդկայինով։ Ըրած ենք, անշուշտ կնենք։ Մարդկային որոշում գարնենք, մարդկային քայլ գարնենք, որ մենք այդ փոթորիկը հանդարտեցնենք, երբեմն ավելի քեշ կնենք։ Քանի որ մենք չենք գնար լուծել յանքի փոթորիկները։ Եվ Հիսուս անշուշտ իշխանություն ունի բնության վրա, ինչպես որ սաստեց, եւ նայեցեք Սաղմոսներու մեջ երկու համար կա, շատ համարներ կա, բայց երկու հատը ընտրեցի, որ Ձովին ուշքնությանը վրա Աստված ինչ աստեցություն ունի։ Դիգի Մարի Սաղմոս 65-7 հաջիս կարտա։ 65-7 որ գծացնես ձովուն ցայնը։ Գիտեք ձովուն ցայնը ինչ է։ Ցունամի լան է մետրներով երկար բադի բեսկելլե։ Աստված գարդոն է, բայց գծացնե։ Նաեւ Սաղմոս 89:9 Սիլվակույր գարձեմ քեզի դվի Սաղմոս 89:9 Սաղմոս 89:9 It's okay. Սաղմոս 89:9 Շատ քեղեցիկ համարման է, որ դարձյալ գխոսի Աստծո զորությանը ուժին ձովուն ուշքնությանը վրա Սաղմոս 89:9 Տուն գդիրես ծոմուն տվարությանը վրա երբ անոր ալիքները բարձրանան տուն կհանդարտեցնես սանո Շնորհակալ եմ Տուն ով Աստված ձովուն ալիքներուն վրա գդիրես բարձրանան է պիտի բարձրանան կհանդարտեցնես Եվ նայեցեք ինչ եղավ վերջին համարը Մարգոս 4:41 հաջիս մարի գարտաս Անոր խիստ վաղցան լուսին իրար արդյոք ով է ասիգա ողբողն ու ձովը ասորն հնաս Շնորհակալ եմ Երբ որ փոթորիկը որ նավ ասանգ կլագոր այսինքն ճուրի մեջ գալեգոձի գոր եւ ճուրը գլեցվի գոր նավու մեջը որ պիտի ընկղմին երբ վարգյանի մեջ աբագի եղավ ձովը մեկ հատ հով նույնիսկ չի գա զեփյուր նույնիսկ չի գա Աշակերտներուն գեցվածքը ինչ եղավ հիմա անոնք կսե խիստ վախցան բայց ինչ տեսակ վախ էր ասիգա առաջին վախը որ ունեցան ալիքներուն ադենը եւ աս վախը նույնն է առաջին վախը panic խուջաբի վախ է իրարանցում աս գործվելու at ըսկացումն է անաբահով ըսկալ ասանք լքված մեգուսացած անգարող գործված ըսկալ աս մեկը բայց ագնազանքի վախ է Ագնազան գիտեք երկու դարբեր վախ է Աստված աս տեսակ վախ կուզե մեր մեջը ոչ թե փանիկի վախ որ ինչու իրենք ասանք վախցան քանի որ տեսան որ ով է ասիգա իրենց խոջաբի մատնված վախը փոխվեցավ ագնազանքի եւ երկյուղածության հիմա աշակերտներուն դեսանգյունը անհավատութեն են դարձավ Աստծո մեծությունը տեսնելու զորությունը սրբությունը իշխանությունը Եվ անոր համար ասին որ ով է այս ասի ով է այս կարծես թե չէին դե իրենք պետք չէ ասեն ասի Հիսուսն է արդեն գիտենք ասի պետք է աման քա ինչպես մորցանք Հիսուս անշուշտ կնարա սրաշ կանել ադիչսին հաբա Աստծո բնության մեջ քեր իշխանության մեջ զորությունը դեսան ասփոթորիկի հանդարտեցնելու մեջ որ չէին տեսած քույրեր նայեցեք ինչ որ բադահի ցերգանքի մեջը Աստված գարդոն է, քանի որ գուզե որ թուն իրեն ավելի դարբեր լեվելով ճանչնաս, ավելի խորհնդեն ճանչնաս, իրեն մասին փամբը սորիշ որ չերքի դերասկի առաջ։ Նայեցեք, մեծ փոթորիկ եղավ, մեծ խաղաղություն եղավ, եւ իրենք խիստ վախցան, այսինքն խիստ ագնացանք ունեցան։ Երեք բան պիտի ասեմ փոթորիկներու մասին։ Փոթորիկները պիտի բադահին կյանքի մեջ, փախուս չի գա։ Եվ այդ փոթորիկի մեջը թուն Don't give up. Teslimին էր ցերկերշլով։ Հանդարտեցիր, փոթորիկը որքան որ ուշքինը նա 4 կողմը, այդ փոթորիկի մեջը գեցիր։ Քանի որ, ասի առաջին բանն է, փոթորիկը պիտի բադայի, երկրորդը փոթորիկը գվերջանա։ Երբեք բադայերը փոթորիկը որ անընդհատ փոթորիկը չի գնալու։ Բադայերը որ քիշեր արդուչի լարգոր։ Եղել են։ Եղերը որ անցրև առանց կենալու գուքա չի գենալ գոր։ Նույնիսկ չրհեղի ադեն 40 օրը դգեցավ։
Ուրեմն ինչ փոթորիկի մեջ որ ես, պիտի վերջանա։ Այդ հույսով ապրիր։ Հիմա մենք ուշքնությունը եւ դեվողությունը չենք գիտեր։ Անոր վրա մենք կոնտրոլ չունենք։ Աստված գարդոն է, որքան զորավոր փոթորիկ պիտի լա եւ որքան երկար պիտի լա դեվողությունը։ Բայց թուն հանգչիր, աչքերդ փոցե, փամը չեմ գրնարանել սա ասոր մեջ, միան քեզի պիտի վստահին, քանի որ պիտի անցնի։ Եվ երրորդ, գիտի որ փոթորիկ մեջ Հիսուս միշտ հոներ։ Հիսուս միշտ հոներ։ Դες իր մեծությունը ագնազանքով մոդեցիր իրեն եւ գիտեք ուրիշ բան ասեմ որ միան փոթորիկին ադեն մի փնդրեր Հիսուսի։ Եվ որ ամեն բանը լավ է կյանքի մեջ, հաճող ես, առողջ ես, խաղաղ ես, հարաբերություններդ մեջ կատարյալ ես, ոչ մի կորուստ կա, vacation-ի կացեր ես, ձովեզերքը ավոր, արևը գվայլես, կոր չուրի մեջը գմտնես, կոր և գսես, կոր կյանքը միշտ ախնանք տողլա, պիտի չլանանք, բայց այդ օրերուր մեջ սանդերը պնդրե։ Քանի որ, թունանադեմից զորանաս, որ փոթորիկի ատենատ ուժ ունենաս։ Եվ, կիցիր, որ Հիսուս աստված է, իրեն վստահիր, մի վախնար, և խուջաբի վախետ ագնազանքի վախի փոխադրենք ինքդ։ Ուրեմն մենք այսօր համարոտապար ամփոփելու համար ասում ենք բանը գտնանք սորվի որ փոթորիկ մի դլա կյանքիդ մեջ իրեն վստահի եւ քիցի որ փոթորիկը բինի վերջանա։ Եվ երեք ատերդասակներում մեջ բեսալ ասե ինչ որ ալվադահի ես քեզի բիդի վստահեմ քանի որ իմ աստվածս հետս է։ Փոթորիկի մեջ Հիսուս հետս է։ Ամեն։ Երողն